HR մարքեթինգ և գործատուի բրենդինգ միջազգային համաժողովը համախմբեց մարդկային ռեսուրսների կառավարման, մարքեթինգի և բիզնես ոլորտի առաջնորդներին ուսումնասիրելու գործատուի բրենդի ձևավորման և ռազմավարական բիզնես ակտիվի վերացման գործընթացը։ Կազմակերպիչը Skill ընկերությունն է, որը մեկ հարկի տակ է համախմբել ինչպես տեղական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին, այնպես էլ միջազգային բանախոսներին։ Ամեն ինչ անելու ենք, որ տարից տարի հայկական кейսերը ոչ միայն իրականացնեն, այո, դրանք իրականացնում են մեզնից անկախ, մենք Skill-ը չի դրան նպաստում, բայց մենք լինենք այն կազմակերպությունը, որ տալիս ենք հարթակ, որպեսզի այդ кейսերի մասին հանրային պատմություններ լինեն, որպեսզի այլ ընկերությունների HR, marketing, PR մասնագետները եւ ղեկավարները ընդունեն employer brand-ի կառավարումը որպես ռազմավարություն եւ իրականացնեն ողջևորվելով տվյալ кейսերից։ Համաժողովի շրջանակում բանախոսեցին միջազգային փորձագետներ, որոնք ներկայացրին գլոբալ շուկաների փորձը, անդրադառնալով գործատուի բրենդի վստահելիության, կորպորատիվ մշակույթի, թվային հարթակների ազդեցության եւ տեխնոլոգիական փոփոխությունների դերին։ Վերջին 8 տարվա ընթացքում ներգրաված եմ եղել գործատուի բրենդինգի բոլոր տեսակի նախագծերում եւ հնարավորություն եմ ունեցել տեսնելու մեր ոլորտի բոլոր հետաքրքիր փոփոխությունները։ Իմ ելույթի հիմնական գաղափարն այն է, որ այս անգամ մենք ականատես ենք լինում գործատուի բրենդինգի ոլորտում զգալի փոփոխությունների, շնորհիվ արհեստական բանականության։ Քննարկվեց, թե ինչպես են գլոբալ արժեքները հարմարեցվում տեղական իրականությանը եւ ինչ դեր ունի ռազմավարությունը բրենդի ուժեղացման գործում։ Շատ ողջավորված եմ խոսել այն մասին, թե ինչպես ենք կառուցում գլոբալ գործատուի բրենդն ավելի քան 30 երկրում, արժեքներն օգտագործելով որպես հիմնական հենասյուն, բոլոր տարածաշրջաններում ռազմավարություն սահմանելու համար։ Լավագույն միջոցը տեղական մշակույթի մեջ խորանալն է, տվյալ երկրի առանձնահատկությունները, պատմությունն իմանալը։ Հակառակ դեպքում այն ուղերձը, որ փոխանցում ենք, պարզապես տեղ չի հասնի։ Միջազգային բանախոս Սիլվիա Զանելլան էլ կարևորեց բրենդի բոլոր ճյուղերի համագործակցությունը, որը կորպորատիվ բրենդինգի ամրապնդման առանցքային գործոն է։ Երբ ես գործ ունեմ մարդկանց հետ, ես աշխատում եմ մարդկային ռեսուրսների բաժնում։ Երբ գործ ունեմ ապրանքանիշի հետ, մարքեթինգի բաժնում։ Սրանք արմատապես տարբեր են։ Բաժինները սովորաբար չեն համագործակցում, որովհետև գործատուի բրենդինգը կտրուկ տարբերվում է կորպորատիվ բրենդինգից։ Սակայն այն կարող է հզորանալ համագործակցության շնորհիվ։ Երբ սա ընդունենք, բրենդը ավելի հզոր կդառնա։ Համաժողովին մասնակից հայաստանյան ոլորտի ներկայացուցիչները ներկայացրին տեղական շուկայի առանձնահատկությունները, HR մարքեթինգի գործնական մարտահրավերներն ու իրական փորձերը։ Նշվեց ոլորտում առանցքային դեր ունեցող Career City Fest-ի մասին, որը կրկին Skill ընկերության կողմից իրականացվող միջոցառում է։ Career City Fest-ը հարթակ է տալիս յուրաքանչյուր տեսակի ընկերությանը սկսել իր employer branding-ի ճանապարհը ճիշտ, ունենալ լավ սկիզբ կամ զարգացման փուլի մի մաս եւ քաղել առավելագույնը այդ հարթակից։ Career City Fest-ը մեկ հարթակում կհամախմբի բանախոսների, հազարավոր այցելուների եւ տասնյակ գործատուների, որոնց շարքում է նաեւ Skill ընկերության գործընկեր Coffee House ընկերությունը։ Մենք արդեն հաստատել ենք մեր ներկայացվածությունը նաեւ այս տարի։ Անցած տարի բավականին հաջողել էինք, շատ սիրված տաղավար ենք ունեցել, շատ դրական հետադարձ կապ ենք ստացել մեր շուկայից եւ այս տարի պատրաստվում ենք ել ավելի մեծ սիրով եւ ջերմությամբ ներկայացված լինել եւ մեր community համար հետաքրքիր content-ով եւ հետաքրքիր մեսեջով տաղավար ունենալ։ Համաժողովին ներկայացվածություն ուներ նաև Skill ընկերության գործընկեր Ամերիա բանկը։ Ընկերության HR ղեկավար Աննա Վարդանյանցը խոսեց գործատուի ուժեղ բրենդի ներսից ձևավորման մասին, ընդգծելով կազմակերպության մշակույթի, արժեքների եւ ղեկավար կազմի վարքագծի կարեւորությունը։ Մենք Skill-ի հետ երկար ճանապարհ ունենք եւ շատ առողջ եւ լավ համագործակցություն ունենք եւ շատ ողջավորված ենք նրանով, որ իրենք հետեւողականորեն գործատուի բրենդի գաղափարը զարգացնում, տարածում են մեր շուկայում։ Ես այսօր ներկայացրել եմ Ամերիան եւ կիսվել եմ մեր փորձառությամբ, քանի որ մենք բավականին հետաքրքիր ճանապարհ ունենք անցած եւ այս 15 տարվա մեր փորձառությունը հնարավորություն է տալիս խոսելու թե մեր նվաճումների եւ թե նրա մասին ինչը օրինակ այսօր կարևոր է չանել, որպեսզի չձախողել։ Բանախոսություններին հաջորդեց պանելային քննարկում այն մասին, թե ինչպես են մարդկային
ռեսուրսները, մարքեթինգը, հասարակայնության հետ կապերը եւ առաջնորդությունը միասին կառուցում գործատուի բրենդը։ Այսպիսով միջոցառումը ստեղծեց մասնագիտական քննարկումների միջավայր, որտեղ գործատուի բրենդավորումը դիտարկվեց ոչ թե որպես պարզապես գործիք, այլ երկարաժամկետ ներդրում բիզնեսի արդյունավետության, թիմային ներգրավվածության եւ վստահության կառուցման գործում։ Անի Էվինյան, Նարեկ Բարսեղյան, Թերթեյեմ։